Ինչ դեր ունի տուրիզմը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Հայաստանի տնտեսության մեջ տուրիզմը կարծում եմ հիմա այդքան մեծ դերակատարություն չունի, բայց ցանկալի է, որ շատ մեծ դեր ունենա, որովհետև տուրիզմը, գիտեք, աշխարհի բազմաթիվ երկրներում զարգացած է, մեծ ներդրումներ է ապահովում տվյալ երկրների տնտեսության մեջ եւ տուրիստների հետաքրքրությունները լայն են ու բազմաթիվ երկրներ տուրիզմից հսկայական գումարներ են ստանում եկամտի տեսքով եւ ապահովում են թե տնտեսական տարբեր ոլորտների զարգացումը, թե նաեւ իրենց երկրի հեղինակության բարձրացման խնդիրները։ Ինչպես է Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստում տուրիզմի զարգացմանը։ Ես կարծում եմ, որ մենք աշխարհագրական ճգնակ միջավայր ունենք։ Հայաստանը շատ հարուստ է եւ այդ առումով տարբեր գոտիականությամբ առանձնանում է եւ գրավչության առանձին բնակավայրեր, գրավչության առանձին, այսպես ասած, ձգողականություն ունեն եւ մենք պետք է կարողանանք ուղղակի Հայաստանը բացել թե մեզ համար եւ թե նաեւ աշխարհի համար։ Դրա համար պիտի նաեւ մենք ճանաչենք, նախ առաջին հերթին ճանաչենք սիրելով մեր հայրենիքը եւ հետեւաբար եթե օրինակ անհնար է մենք Տաթևը չտեսնելով կարողանանք ներկայացնել Տաթևի գեղեցկությունը։ Բնականաբար, եթե մեկ անգամ որևէ մեկը Տաթևում լինում է, հասկանում է, թե ինչպիսի հարստություն ունի հայ ժողովուրդը, որի ներկայացման պարագայում գրավչությունը ել ավելի է մեծանում։ Ինչպես կարելի է խթանել արկածային տուրիզմը Հայաստանում։ Արկածային տուրիզմը զարգացնելու հնարավորություններ Հայաստանում շատ կան։ Օրինակ, մենք ունենք շատ գեղեցիկ ձորեր, որտեղ կարող ենք հենց ժառանգացման սպորտային ձևը զարգացնել, որը նաև տուրիստական գրավչություն կարող է ունենալ։ Շատերը գնում են Միացյալ Նահանգներ, գիտեք, մեծ կանյոնը տեսնելու, բայց մենք եւս այնպիսի գեղեցիկ հատվածներ ունենք Հայաստանի Հանրապետությունում, օրինակ Սամոսավանք ստերեոտիպին այցելել եք, տեսել եք այդ դիմացի ամբողջ ձորի գեղեցկությունը եւ օրինակ արկածային տուրիզմը զարգացնելու տարբերակներից մեկը, որ կարող ենք մենք հատուկ ճոպանուղով փորձել անցնել այդ ձորը եւ բազմաթիվ այլ վայրեր կան, որոնք կարող են այս առումով մեծ ռեսուրս ապահովել որպես ոլորտ զարգանալու տեսանկյունից։ Ցավոք սրտի, եթե մասնագիտական, այսպես ասած, աշխատանք կատարվի, համապատասխան մեթոդական ձեռնարկներ կարող են ստեղծվել, որոնք կնպաստեն տվյալ ոլորտի զարգացմանը։ Եվ եթե ոլորտի պատասխանատուներն էլ ձգտում ունենան, իհարկե առաջարկեն մեր գործարարների ներդրումային փաթեթներ, կարծում եմ, որ շատերը շահագրգռված կլինեն տվյալ ոլորտում ներդրումներ իրականացնելու եւ դրանք էլ երկրի զարգացմանը նպաստող գործոններ են, իհարկե համակարգված բիզնեսի հետ զարգանալու նախագծերի տեսանկյունից։ Ինչպես կարելի ավելի ճանաչելի դարձնել հայկական մշակույթը զբոսաշրջիկների համար։ Հայկական մշակույթը շատ հարուստ է։ Գիտեք, ես չպետք է ներկայացնեմ, որ մենք ճանաչենք մեր մշակույթը։ Հայկական մշակույթը հարուստ է հաշվի առնելով մեր բազմադարյա հազարամյակների անցած ճանապարհը, մեր ժողովրդի անցած ճանապարհը։ Ինչպես ճանաչելի դարձնել։ Նախ մենք կարողում ենք տեղեկատվական քարոզչական աշխատանքների տեսանկյունից։ Օրինակ, ես կարծում եմ, որ արժե ոլորտի պատասխանատուները, որպեսզի տեղեկատվական ֆիլմեր նկարեն հայկական քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ։ Սկսում ենք ասենք օրինակ մեկը կարող է վերաբերել մեր հենց տեսարժան վայրերին, մեկ Հայաստանում ինչպիսի տեսարժան վայրեր կան, եւ այսպես ոլորտ առ ոլորտ մենք կարող ենք ներկայացնել կարճ տեսաֆիլմերի միջոցով, տարբեր տեղեկատվական թերթոնների եւ ի վերջո նաեւ համապատասխան տպագիր նյութերի միջոցով։ Կան դրանք, իհարկե ոչ, ես չեմ տեսնում, որ համապատասխան ձևով դրանք
նաև մասնագիտական բարձր որակի ապահովմամբ ներկայացված են։ Հա, սիրողական նպատակով, սիրողական մակարդակում կարող են ինչ-որ բաներ լինել, բայց մասնագիտական հարուստ տեղեկատվական նյութի ներկայացմամբ ցավոք սրտի քիչ եմ տեսել որպես այդպիսին։ Միջոցները այսօր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ հնարավորություններ են տալիս։ Պետք է ցանկություն եւ մի քիչ հոգատար աշխատանք, եւ ամեն ինչ կարող է ավելի քան արդյունավետ լինել։